Ողջույն, այս դասին կխոսենք ls հրամանի մասին, հա, ls-ը ինչ է անում, այն թույլ է տալիս մեզ տեսնել տվյալ դիրեկտորիայում ֆայլերը, թույլ է տալիս տարբեր նաև գործողություններ անել, մենք հիմա դրանք ուրեմն ls-ը մանրակրկիտ ոնց որ կուսումնասիրենք, հա, ուրեմն basic ls կոմանդը ls-ն է եւ այն թույլ է տալիս տեսնել թե տվյալ դիրեկտորիայում մենք ինչ ֆայլեր ունենք։ Так, դուք կարող եք անել օրինակ ls-t եւ так, մեկ վարքյան, ինչու այսպես, так, մեկ վարքյան, ls-t, հիդ, ուրեմն -1, հա, սենց, ls-t, այսպես հիդ -1, դուք անում եք եւ տեսնում եք վերջին, ուրեմն ֆայլը, որը վերջի անգամ բացվել է, հա, տվյալ դիրեկտորիայի վերջի ֆայլը, որը վերջի անգամ բացվել է, որպեսզի մենք տեսնենք ֆայլերը մեկ տողով, մենք կարող ենք անել ls-1 եւ տեսնում ենք ֆայլերը այսպես տողով, հա, ինչ ֆայլեր ունենք տվյալ դիրեկտորիայում, որպեսզի մենք տեսնենք ֆայլերի մասին մանրակրկիտ ինֆորմացիա, մենք հավաքում ենք ls-e եւ այստեղ տեսնում ենք ֆայլերը, նրանց permission-ները, так, user-ը եւ group-ը, հա, եւ տարբեր ուրեմն այստեղ ժամանակային չափերը եւ timestamp-ը, հա, տարբեր timestamp-ներ կան, դրանց դեռ մենք այսպես ասած բերեք չանդրադառնանք։ Լավ, բերեք նայենք, սա ուրեմն գիծը նշանակում է, որ ցույց է տալի, որ ֆայլը սա նորմալ ֆայլ է, այստեղ գծի փոխարեն դուք կարող եք տեսնել d, որը նշանակում է դիրեկտորիա, կարող եք տեսնել s, որը նշանակում է socket եւ կարող եք տեսնել l, որը նշանակում է ուրեմն так file։ Բերեք ստեղծենք մեկ դիրեկտորիա mkdir եւ նորից անենք ls-l եւ այստեղ դուք տեսնում եք d դիրեկտորիա, հա։ Սա ցույց է տալի permission-ը, ուրեմն permission-ը այստեղ read write user-ի համար, հա, read առանց write եւ executable ուրեմն group-ի համար եւ մենակ read այլ ուրեմն մնացած բոլորի համար, так, մեկը ցույց է տալիս link-երի քանակը, այսինքն այստեղ մեկ հատ ֆայլ կա, սա owner-ն է, սա group-ն է, հա, նրանք համընկնում են, ցույց է տալի ֆայլի չափը, սա ֆայլի չափն է բայթերով եւ վերջի անգամ եթե ֆայլը modify եղե, հա, փոփոխվել եւ ֆայլի անունը, ուրեմն որպեսզի մենք տեսնենք չափերի մասին ինֆորմացիա ավելի մանրակրկիտ, մենք հավաքում ենք ls-l hash, հա, l hash-ը ուրեմն ցույց է տալի ֆայլերի չափը ոչ թե բայթերով, այլ կիլոբայթով, մեգաբայթով, գիգաբայթով եւ այլն։ Так, եթե մենք օրինակ բերենք մաքրենք սա, այսպես անենք ls-l etc, մենք կտեսնենք etc ուրեմն folder-ի պարունակությունը, սակայն մենք ուզում ենք ինֆորմացիա իմանալ հենց etc դիրեկտորիայի մասին, մենք հավաքելու ենք etc- ուրեմն d, կարող եք հավաքել etc-l d, այսպես եւ տեսնեք դիրեկտորիայի մասին ինֆորմացիա, այստեղ տեսնում եք գրած է d, հա։ Так, որպեսզի մենք տեսնենք վերջին, ուրեմն modify արած ֆայլը, հավաքում ենք -l-ը եւ օրինակ etc, так, կներեք etc, այսինքն վերջից է ցույց տալի hid -1, այսպես, չէ, կներեք, սա սխալ արեցի, ls-lt եւ հա, տեսնում եք թե այսպես որ ֆայլն է, վերջինը փոփոխությունն է, սա ցույց է տալի հերթականությամբ, հա, նշանակում վերջի փոփոխված ֆայլը, հետո էսի է փոփոխվել եւ ամենասկզբում սա է փոփոխվել, այսինքն վերջինը մեր դիրեկտորիայի վրա ենք աշխատել, քանի որ մենք այն ուրեմն ինչ ենք արել, մենք այն ստեղծել ենք ls-ler ցույց է տալի նույն բանը, սակայն r նշանակում է reverse, հակառակ ուղղությամբ, այսինքն ամենասկզբից փոփոխվել է սա, հետո փոփոխվել է սա, հետո փոփոխվել է սա, նույնիսկ նրանց ժամանակագրությամբ դուք կարող եք այսպես տեսնել, հա, հունիսի 29-ը, հուլիսի 1 այս ժամին եւ հուլիսի 1 այս ժամին։ Ուրեմն որպեսզի մենք տեսնենք մեր hide-ն եղած ֆայլերը, բերեք սենց անենք ls, հա, ls-l
Այսպես անեմ դուք տեսնում եք այստեղ ֆայլեր կան։ Բերեք sense անեմ ls-l-ը եւ տեսնում եք hidden ֆայլերը, hidden ֆայլերը այն ֆայլերն են, որոնք սկսում են կետով, հա, որոնք դուք չեք տենում, սակայն կետ կա։ Բերեք մակրոն, որպեսզի տեսնենք ֆայլերի անոդը, մենք հավաքում ենք ls-i, այսպես դուք կարող եք հավաքել կամ ls-li եւ տեսնում եք այս ֆայլերի ուրեմն inode-ները։ Եթե չգիտեք inode-ը, դուք պետք է ուրեմն Google անեք, search անեք inode-ը դա կոպիտ ասած ինֆորմացիայի մասին, հա։ Այստեղ այս inode-ի տակ դուք կարող եք գտնել metadata, այսինքն ինֆորմացիա տվյալ ֆայլի մասին, նրա չափը, անունը, տեղը եւ այլն։